Էներգետիկան ստանալու համար ալտերնատիվնի ուղղություններից մեկը ես կառաջարկեի ստեղծել աղբից ստացված էլեկտրաէներգիա։ Շատ լավ միտք է։ Երկու տեսակետից է լավ։ Նուբարաշենի աղբավայրը Երևանի աղտոտված հոտի, ընդհանրապես օդի հիմնական խնդիրներից մեկն է։ 2 օր առաջ բժիշկների հետ հանդիպման էինք եւ իրենք ասեցին, որ օնկոհիվանդությունների թիվը 7 տարում աճել է 20%-ով։ Միայն նրա պատճառով, որ օդը աղտոտված է Երևանում։ Իրենք բուժառուների մոտ 20%-ով աճ ունեն։ Իսկ ձեր ասած տարբերակի դեպքում մենք կկարողանանք լուծել այդ հարցը։ Մեր ծանրարդյունաբերությունը ցավոք սրտի 2017 թվականից հետազոտել ենք, Գերմանիայից եկել էին բավականին լուրջ մարդիկ, որոնք լավագույն են Գերմանիայում, ասենք, հաստոցաշինության մեջ եւ այլն, բայց ոնց ասում եմ, սա այլը մի քիչ տեղից չսարժվեց։ Իսկ այն ժամանակից ապրիլյանի պատերազմից հետո պարզ դառավ, որ ծանր արդյունաբերությունը դա ֆունդամենտն է ամեն ինչի։ Մի անգամ մի գերմանացի մարդ ասեց պամիդորներով կռիվը չեն կրի։ Մեր ծրագրի հիմքում 80,000 արդյունաբերական աշխատատեղի ստեղծումն է, որոնք բաժանված են մի քանի ոլորտների միջև. տեքստիլ, սննդի արդյունաբերություն եւ իհարկե ծանր արդյունաբերություն։ Մենք ելնում ենք Հայաստանի ունեցած ռեսուրսներից, երբ որ մեր առաջարկը կատարում ենք։ Մենք չենք ասում այնպիսի բաներ, որոնք Հայաստանի ունեցած ռեսուրսներով այս պահին իրատեսական չեն, իսկ եթե ձեզ հետաքրքիր են կոնկրետ ծրագրեր, մենք բազմիցս նշել ենք, որ առաջինը դա մեր սեփական համքահումքային բազայի վրա ծանր արդյունաբերության ստեղծումն է։